Հետաքրքիրն է, որ 4 օր առաջ էին եկել։ Ասենք պատերազմից հետո սա 7-րդ անգամն է որ գալիս է մեր տուն։ Ես իրանց լոգիկան չեմ հասկանում, թե ասենք ինչ են մտածում, իրանց կանալուց հետո ես պետք է առնեմ տանը պահեմ։ Առավելևս որ 4 օր առաջ եկել են, էլի ինձ չեն գտել։ Չհասկացա, ամեն դեպքում տանը եղած ծերագիր նյութեր արգելավեցին։ Ինչ ծերագրեր հատվածներում հեղաշրջման պլանը կար մեր սեմինարի, Ծաղկաձորի սեմինարի 2 տարվա առաջվա սեմինարի հետ կապված նյութեր էր։ Ինչ թեմա էր սեմինարը։ Սեմինարը ճիշտ ասած դերագետ պայքարի հետ կապված էր սեմինարը։ Հեղաշրջման պլանից հեռու չէր։ Մի բան ասեմ ձեզ, ուրեմն Երանի թելին է հեղաշրջման պլան, ես դա իրանց էլ ասի։ Երանի թե ինչու մեջ որ հիմա փորձում եք մեղադրել ինձ, Երանի թե լիներ ցավոք չկա այդպես բան, բայց ես ցավում եմ որ չկա։ Ցավում եմ։ Դրական կարգի տապալման մասին եք։ Սահմանադրական կարգը տապալողը արդեն տապալել ընդեղ նստած է։ Եկեք ճիշտ իրենց անունով գոչենք։ Սահմանադրական կարգը տապալողը դա Նիկոլ Փաշինյանն է, տապալել է 2018 թվականին, բռնազավթել է իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը, քանիչը նստած 5 րոպե մեկ SMS է ստանում։ Չի կողմնորոշում ինձ համ վեգայի կարգավիճակով է թուղթը տալիս, համ մեղադրյալի կարգավիճակով ինքը չգիտի, հիմա ինձ բերել այնտեղ վեգա թե մեղադրյալ թե չգիտի, այսինքն ինչի մասին է խոսքը, մենք պետք է սահմանադրական կարգը տապալենք, մենք եթե մեզ հաջողվի, պետք է վերականգնենք սահմանադրական կարգը, որը որ տապալվել է։ Չէ, ես ոչ մի բան չեմ լսել, ինձ մի անգամից հեռախոսս արգելավեցին, ես այդ պահին փորձեցի ամեն դեպքում ուղիղ եթերով հայտնեմ, որ ներխուժել են, հիմա չգիտենք էլ ովքեր։ Չէ, ժամ 8-ին։ Առավոտ ժամ 8-ին։ Դիմակավորված ահացական։ Չէ, դիմակավորված չէին, ուղղակի ներկայացան Կոդակի մարզի ահազան եւ քնչական։ Հետո որ հարցնում էի ինչի համար, ասին մենք տեղյակ չենք, մենք օգնող ուժն ենք։ Մեզ քանի որ ուժերը չին բավարարել, այսինքն եկել էին դեպքի վայր, ենթադրյալ դեպքի վայր, բայց հենց հիմնական գործը անողները չէին եկել։ Հա, հիմնական իրենք արեցին, բայց իրենք ոնց որ տեղյակ չեն, էլի, որ շուշուտ SMS բան էին ստանում, ասում են, ես ինչ հա, ասում են վարույթ ուրիշ տեղ է, մենք ուղղակի եկել ենք օգնելու։ Ինչքան մնացիք ժամը եւ ձեզ ինչ պատճառաբանեց։ Դե հիմա մի 20 րոպե առաջ, կես ժամ առաջ եմ դուրս եկել, առավոտվա 8-ից, մեղադրանք չի առաջարկվել, մեղադրանքի մեջ ամեն դեպքում գրված է ահաբեկչական գործողություններ։ Այո։ Ահաբեկչական, հենց ահաբեկչություն բառը գրված է, այն որ կներեք, բայց փետրած հավից իձաղնել է գալիս, ասենք, ինչ ահաբեկչության մասին է խոսքը։ Անգամ եթե ճանապարհներ, ի՞նչ ցայնագրություններ։ Կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել գնդակահարության, բնաջնջման մասին խոսակցություններ են։ Ասում եմ մի 2 հոգու գնդակահարեն 15-ին էլ փակես, մյուսները բան կանեն։ Լավ, ասենք չեն կարող մոնտաժանեն սարքեն հրապարակեն։ Իրանց խոսեն մոնտաժանեն։ Բագրատ Սրբազանի ձայնն է լսվում։ Ես մի հատ բան ասեմ ձեզ։ Ես Բագրատ Սրբազանին շատ սիրում ու հարգում եմ, իսկապես ինքը շատ ուժեղ մարդ է, շատ լավ մարդ է, բայց այս ինչ որ հիմա իրան փորձում են վերագրել, ինքը դրանից կիլոմետրերով հեռու է։ Ինձի որ վերագրեն, հələ միտեղ կարող ասենք, թե ասեմ ճաղանացած ժամանակ ասել եմ, բայց դե չեմ անի։ Բայց որ Բագրատ Սրբազանին ես չեմ լսել, բայց այդպես բան ինքը կիլոմետրերով հեռու է, այդ մարդը ասենք հիմա Ձեզ բաց թողեցին, ինչ պատճառաբանեցին Կոտայքի մարզայինից։ Ճիշտ ասած, որ ասեմ բան են պատճառաբանը, չեմ պատճառաբանել։ Ներքևից զանգեր եկա, որ արդեն փաստաբանները բան եկել են, դե մենակ էին տարել, ինձ մենակ արգելավել էին, ոչ էլ տեղս դες գիտեին։ Փաստաբանները բան ասեց, լավ, իջի, հələ ես ասի հեռախոս չունեմ, բան չունեմ, կարող է տաքսով չեմ կարող գնալ, ասեց չէ, սպասում եմ փաստաբանները, բան չեն ասել։ Ու մեկ էլ ասին, որ ուզենանք քեզի գտնենք նորից, ոնց գտնենք, մի հատ երկրորդ համար թող, ես այդ երկրորդ համար եմ թողել, որ ու դուրս եք եկել։ Ու դուրս եմ եկել։ Ձեր մասով այսքանով ավարտվել է ամեն ինչ։ Ես չգիտեմ, դե ավարտվել է, դե չի ավարտվել։ Բայց ինչ ասում են անհեթեթություն է։ Անհեթեթություն, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանի բանն է, երեկվա այդ պլանը, որ ասում եք հեղաշրջման, դա շարունակություն է։ Բնականաբար ինքը երեք դա պրոստը տակ հենց այնպես չհրապարակեց, բնականաբար հասկանալի է, որ դա հրապարակելուց հետո այսօր հետևելու են գործողություններ, Եվ հիմա իրենք անում են, հիմա տեսնենք։ Պարոն Չախալյան, ներողություններ ձայնագրությունների մեջ ինչ որ բջոտ տղերքի բան անելու, կոնսոլիդացնելու, մոբիլիզացնելու պլանների մասին խոսք կա։ Դուք անգլիզ ասած ես ոչ ձայնագրություն լսել եմ։ Էլ եմ ասում հեռախոսս արգելավել են։ Ոչ էլ ես հավատում եմ, որ այս ձայնագրություն կա։ Ես էլ եմ ասում նույն ահազարականների հետ եմ խոսում, էլի ես իրանց տեղնել եմ ամաչում։
Ես այսօր նեղվեցի ճիշտ է։ Մի հատ իմ երեխեք ինչի ասենք այսպես վիճակ տեսնեն, հա։ Մտել են առավոտ դուս քնած երեխեքին քնած ասենք հանել ենք որ իրենք երեխեքի մաշակալների տակը ստուգ են ասենք։ Ինչի համար էլի։ Նրա համար որ ես ընդդիմադիր եմ, հա, դրա համար գիտեք, ախր ինքը բացարձակապես ախր իր մասին չարժեր խոսել, բայց մարդ ով որ ինքը ասում է որ ինքն է քաղաքական հեծապնդյալ է եղել, հալածյալ է եղել ժամանակին, չէ՞։ Ախր մարդ ով որ թեգուզ անցել է այդ ամենի մեջ, ճիշտ է, ինքը չի անցել։ Ոնց կարող ես դու, ասենք անհիմն կերպով, հետո էլ եմ ասում, ախր հարազատներ ջան, նոյեմբերին 20 թվականի նոյեմբերին դիմադրության շարժման ժամանակ Գագիկ Ծառուկյանին, Վանեցյանին, Իշխանին ձերբակալեցին, ինձ է ձերբակալեցին դրան 1000 անգամ ախր ճիշտ անհասկանալի է։ Հետո Հայաքվեին ձերբակալեցին, Հայաքվեի անդամները ինձի տարան։ Ոչ ինչ ձերբակալություն կա, գալիս տանում են ու չեն կարող հոդաբաշխ բացատրեն թե ինչից են վախենում։ Նիկոլ, կարող եմ այդ ստատուս քեզ ասես թե ինչից ես վախենում։ Վախերիդ մասին մի հատ խոսես։ Պարոն Չախալյան, դուք որ ասում եք ձեր տանից փաստաթղթեր են, հա, թղթեր են վերցրել։ Թղթեր։ Բացաներս են վերցրել։ Լավ, թողեք։ Բացաներս են վերցրել։ Ասացիք թղթեր են վերցրել, որոնք գրագետ պայքարի մասին էին, հա։ Կնկարագրեք բովանդակությունը ընդհանուր ինչ էր գրած, ինչ պետք է արվեր։ Չէ, հիմա տեսեք։ Նախ մենք դոնց շատ ոչ բեռնի իշխանափոխության հետ կապված մենք փորձում ենք, ասենք, մեր կանխագաններ, մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Ես ներկայացնում եմ հայկական արժեքների պաշտպանության կամ հասարակական նախաձեռնությունը։ Ես շատ սիրում հարգում եմ, ել եմ ասում, Բաքրատ Սարփազանին, Սարփազան պայքարի բոլոր մասնակիցներին, բայց կամքը ինքը առանձին կառույց է։ Կամքը, ել եմ ասում, ես մեղադրանքները մի քիչ էին կատագոր եմ ասում, հիմա բան չանի հետ կամքի մեղադրանքին էլի կասենք թե հա, բայց Սարփազան պայքարին, հա, հիմա ինչին են վերաբերում, ասենք ոստիկանները որ ձերբակալում են, ոնց ոստիկանների հետ, ասենք շփվենք, ոստիկանը ինչի իրավունք ունի, ինչի իրավունք չունի։ Օրինակ որ այն օրը որ մտա ոստիկանը ֆուրի շոֆերին հարվածեց, ինքը այդ իրավունքը չուներ։ Եվ մենք կարող էինք պահանջատեր լինել, ինչպես որ ես պահանջատեր եղա եւ կորացի որ ինչի եք հարվածում, ասենք վարորդին։ Պետք մեկ գորալ ոստիկանի վրա։ Չէ, Պարոն Չախալյան։ Թողեք պատասխան։ Իվագան, խնդիր չկա։ Ես հասկանում եմ, որ դուք մի քիչ փորձում եք այս աղետալի վիճակը ոնց որ ասած իսած աղրական, չէ։ Դուք տարե, որը ես անգեզ ասած որ հիշեմ էդի 4 տարի առաջվա դրա թերթերը, որ ես ասեմ, ես ընդհանուր ասում եմ, այո, ընդհանուր ասում եմ, ինչի մասին է խոսքը։ Հիմա կորալ վայրան գրած չի բնականաբար, Մարիկ ջան։ Ես չգիտեմ դու Սորոսի ճամբարում եղել ես թե չէ Վրաստանում։ Եղած կելնես, հիմնականում շատ են տարել ստերից։ Այնտեղ ինչ են սովորացրել, հիմնականում Սորոսի սովորածները առել ենք, անգլերենից թարգմանել ենք հայերեն ու սովորացնում ենք հիմա մեր երիտասարդներին։ Հայ երիտասարդներն իրավունք ունեն, չէ՞ գրագետ պայքարելու։ Մենակ ասենք օրա եգրիա, ասենք չէ՞ ինչ եմ ասում։ Ավել բան գրած չի։ Դուք ուզում եք ես ասեմ ես բարձր եմ գնահատում իմ հարցից խուսափելու ձեր հնարամտությունը, բայց արեք Սորոս, Պետրոս չխառնեն, կոնկրետ հստակ հարց եմ տվել, չեմ բարկացում կազմից։ Ասեք ինչ էր գրված այդ թղթերի վրա, որ ասում եք գրագետ պայքար։ Բառացի ես չեմ հիշում։ Չէ, ուղղակի երկու բառ խոսում եք, հետո եմ ասում, դա անձնական տվյալները հանրայնացվի։ Չէ, ես հիմա Նիկոլ, քանի Նիկոլնա սիրո խոստովանությունները չունեմ։ Հենց Նիկոլը փոխվավ, հետո սիրո խոստովանություն Պարոն Չախալյան, դա անձնական տվյալներ էր։ Փաստաթղթ ձեր տանը արգրաված այդ փաստաթղթերը ձեր անձնական տվյալներն են կամ այո, իմ կազմակերպ չկա։ Դա հանրայնացվի։ Մենք Հովիկ Աղազարյանի օրինակն Չէ, ես լրիվ մաքուր եմ, բացարձակապես, այդպես խնդիր չկա։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ։ Կամքից մենակ տարել։ Երանի չգիտեմ, տեղյակ չեմ, անգեզ եմ ասում, ոչ ճանապարհին եմ ասել, որ Սարփազանին են տարել։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ, ինչա մենք մեր երկիրը պահելու իրավունք չունենք, պաշտպանելու իրավունք չունենք, եթե մենք հայտարարում ենք, որ ասենք մեր պետականությունը պաշտպանելու համար մենք պետք է պայքարենք, մենք իրավունք չունենք, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Այդ հրապարակված ձայնագրությունների մեջ մի բան կա, պարոն Չախալյան, ասում է խորը անասուն ազգը ամեն ինչ ուզում է լինի, սեփականատեր եւ հիմնադիր։ Ախր ցավը տանեմ, դուք բերել եք հիմա, նա շատ կասկածելի իշխանության, շատ կասկածելի քննիչների, շատ կասկածելի հրապարակում, որը որ ես չեմ լսել, ես փորձեմ մեկնաբանեմ։ Ախր
Իսկապես հետևողական կլինեք, որ սա միջազգային փորձաքննության ենթարկվեն այս ձայնագրությունները իրական են, թե օրինակ արհեստական բանականության։ Ես իմ մասով ճիշտ ասած այդքան միջոցներ չունեմ, որ հետևողական լինեմ, կուզենամ լինեմ անշուշտ, բայց որ միջազգային ինձ անցած տարվա ձերբակալության հետ կապված արդարացրել են, ես Էսպային այդ գործը շարունակել չեմ կարող հիմա որ բայց բնականաբար ես հույս ունեմ որ մեր կողմից ընդդիմության կողմից նման քայլեր կձեռնարկվի ես հուսով եմ Հիմա ձեզ եւ բաց թողեցին ասեցին գնացեք թե ինչ որ պայմանով երկրից դուրս չգաք եւ այլն ինչ Ես 2018 թվականից չեմ կարողանում երկրից դուրս գալ Նիկոլ Փաշինյանը երբ որ գնացել է Վրաստան ինձ կանչել են այստեղ կալանք են տվել ինքը հետո գնացել է Ջավախ դրանից հետո մի քանի անգամ ես երկրից դուրս գալ չեմ կարող արդեն վաղուց բայց այս խնդիր չի եղել